ես գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մելինե Մանուչարյանն եմ, աշխատում եմ պտղաբերության կենտրոնում։ Հաճախ է պատահում, երբ բուժառուն առաջին այցի ժամանակ ռեպրոդուկտոլոգին նշում է, որ նախկինում ունեցել է մի քանի արտամարմնային բեղմնավորում։ Սակայն հարցերի միջոցով պարզվում է, որ իրականում կատարվել է ոչ թե մի քանի արտամարմնային բեղմնավորում, այլ մեկ արտամարմնային բեղմնավորման ընթացքում ստացված սաղմիկների մի քանի տեղադրում։ Այս ամենը տարբերելու համար թվեմ արտամարմնային բեղմնավորման փուլերը։ Հասկանանք, թե բուժառուն մեկ արտամարմնային բեղմնավորման ընթացքում ինչ փուլերի միջով է անցնում։ Այսպիսով, արտամարմնային բեղմնավորումը, նույն ինքը IVF-ը կամ էկոն, բաղկացած է հետևյալ փուլերից։ Առաջին փուլը ձվարանների ստիմուլյացիան է, որի նպատակը մեկ ձվաբջիջի փոխարեն մի քանի ձվաբջիջներ, հասուն ձվաբջիջներ ստանալն է։ Ուրեմն երկրորդ փուլը ձվաբջիջների ասպիրացիանն է, որի ընթացքում մենք ֆոլիկուլներից դուրս ենք բերում ձվաբջիջներ։ Հաջորդ փուլը բեղմնավորման պրոցեսն է, բեղմնավորումը կատարվում է IVF լաբորատորիայում։ Հաջորդ փուլը սաղմիկների կուլտիվացիայի փուլն է, այսպես ասած աճեցման փուլն է։ Մյուս փուլը հենց ստացված սաղմիկների տեղադրման փուլն է։ Վերջին փուլը լյուտեինային փուլի աջակցման փուլն է, որը մենք կատարում ենք դեղորայքի միջոցով։ Չենք մոռանում նաև նրա մասին, որ արտամարմնային բեղմնավորումից առաջ զույգը անցնում է հետազոտություններ, այսպես ասած նախապատրաստվում է ԱՄԲ-ին եւ որի նպատակն է գնահատել առողջական վիճակը։ Կցանկանայի նաև նշել մեր հանրության համար կանանց, թե երբ պետք է դիմել ռեպրոդուկտոլոգի։ Եթե ունենում ենք կանոնավոր սեռական հարաբերությունների պայմաններում 1 տարի եւ ավել անպտղություն, դա գրանցվում է մինչեւ 35 տարեկան ուրեմն կանանց մոտ, իսկ 35-ից բարձր տարիքում արդեն 1 տարի պետք չէ սպասել, 6 ամսվա ընթացքում եթե չի գրանցվում ուրեմն հղիություն, այս դեպքում եւս պետք է դիմել ռեպրոդուկտոլոգի։ Եթե ամփոփենք աշխարհի բոլոր ռեպրոդուկտոլոգների նպատակը արտամարմնը, որպեսզի արտամարմնային բեղմնավորման այդ ամբողջ process-ը ավարտի հղիությամբ, սակայն այնպես է, որ մենք գիտենք, որ ոչ բոլոր դեպքերում է հղիություն լինում, սա շատ ուրեմն գործոններից է ուրեմն կախված, բայց ուզում եմ մեր պացիենտներին, աշխարհի բոլոր պացիենտներին, բուժառուներին նշեմ, որ եթե չի գրանցվում հղիություն, երբեք չհանձնվեն, գնան առաջ եւ անպայման կստանան հղիություն։